Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մայիսի 30-ն է և այս հաղորդման մեջ մի քանի կարևոր հարց ենք քննարկելու, անդրադառնալու ենք նաև միջազգային կարևոր իրադարձություններին, բայց սկզբում ես երկար մտածում էի արդյոք արժի քննարկել, չարժի քննարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոգևորականների սրբազանների մասով, մի քիչ մեր թեման չէ, մենք հիմնականում քաղաքական վերլուծություններ ենք անում եւ ես ուղղակի զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի գրառում է արել, օրինակի համար ես չէի կարող նման գրառում անել, բայց դա չի նշանակում, որ այդ գրառումը ընդհանուր առմամբ սխալ է, իմաստը ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ճիշտ է, բայց ահա ինքը պետք է աներ այդպիսի գրառում, թե չէ կոնկրետ ինքը, դա արդեն ուրիշ եւ ավելի լուրջ հարց է, բայց նա բացահայտում է այն ախտերը, այն խնդիրները, որոնցով որ վարակված է մեր հայոց հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ցավ է դա մեզ համար, քանի որ մեր համար, մեր ազգի, մեր ժողովրդի համար ամենահոգեհարազատ, ամենակարևոր կառույցներից մեկն է հայ առաքելական եկեղեցին, եւ եթե հայ առաքելական եկեղեցին անառողջ է եւ հոգեվորականների մի մասը, ասում եմ մի մասը, քանի որ շատ հայրենասեր, աստվածավախ, աստվածապաշտ, խելացի նորմալ մաքուր մարդիկ էլ կան մեր եկեղեցու հոգեվորականների եւ նույնիսկ սրբազանների մեջ, բայց կան այնպիսիները, ովքեր որ զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր որ ծառայում են մամոնային, ավետարանի մեջ նշված է մամոնան որպես փողի չարի սատանան, եւ դա փաստ է, ովքեր որ կանամոլ են եւ դա եւս փաստ է, մեծ ցավով եմ սա նշում եւ այդ ախտից մենք պետք է իրոք մաքրվենք, բայց կրկին համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գրառում կատարեր կոնկրետ ինքը սրբազանի մասով, որ գնա շարունակիր քերոտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես, այս գրառումը նույնիսկ կարդալն է ինձ դժվար, բայց սա գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, կրկնեմ, ընդհանուր առմամբ իր գրածի իմաստը հասկանալի է եւ եթե ինչ-որ մեկ ուրիշ քաղաքացի աներ այդ հայտարարությունը, դա եւս հասկանալի կլիներ, բայց որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է անում ահա այսպիսի հայտարարություն, դա շատ հարցեր առաջացնում, բայց մյուս կողմից, եթե չաներ ինքը այս հայտարարությունը, ապա այդ հայտարարությունը ահա այդպիսի արձագանք չէր գտնի։ Շարունակենք, նա նաև գրել էր Քրիստոսի մասին, որ Քրիստոսը մտել էր տաճար եւ դուրս էր հանում բոլոր վաճառականներին։ Իրոք ցավալի է, որ տեսնում ես, որ եկեղեցիները մեկ-մեկ վաճառականությամբ են զբաղվում։ Օրինակի համար վերջերս ես եղա նույն մեր Ախալցխայի շրջանում վրացական մի մենաստան, որտեղ որ մոմի դիմաց ուղղակի կարող ես փող գցել եւ վերցնել այնքան մոմ, որքան որ քեզ է անհրաժեշտ։ Ինչ փող ես գցում, դու գիտես, կարող է 5 կոպեկ ունես, 5 կոպեկ ես գցում եւ 10-20 օրինակի համար մոմ ես վերցնում, եթե դրա կարիքը ունես, չեմ կարծում, որ նորմալ մարդիկ դրա կարիքը ունեն, որ 5 կոպեկ գցելով 10-20 մոմ վերցնեն, բայց դա շատ կարևոր է, որ այնտեղ չի կանգնած հոգեվորականը եւ չի զբաղվում վաճառականությամբ։ Ես հիացած էի ուղղակի, երբ որ տեսա այդ եկեղեցու մոտեցումը։ Մի քանի օր առաջ Աբաստոմանիում էի, դա էլ մեր մոտ է, հրաշալի բնությունով հրաշալի մի վայր, որտեղ եւս եկեղեցում դու կարող ես փողը գցել եւ վերցնել այնքան մոմ, որքան որ քեզ պետք է։ Չի նշված, թե ինչքան փող ես դու գցելու։ Ես որքան հասկացա այս խնդիրը եկեղեցու հետ վերջին սրացում առաջացել է նրանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսել է նրա մասին, որ եկեղեցիները վերածվել են չուլանների, դրա մասին գրել են հայկական լրատվամիջոցները եւ դա արդեն մեծ խնդիր եւ սկանդալ է առաջացրել, դրան արձագանքել է Միքայել Սրբազանը, գիտեք նա որքանով հակա իշխանական մոտեցումներ ունի եւ ոչ մի առիթ բաց չի թողնում քննադատելու իշխանություններին ու չգիտեմ ինչ ասել, բայց դա արդեն մեծ արձագանքի տեղիք է տվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է պատասխանել
Միքայել Սրբազանի խոսքերին եւ հիմա Նիկոլ Փաշինյանը հաստատի այնքան է ափերից դուրս եկել, որ արել է այդպիսի գրառում, որ գնա շարունակիր հերոտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Կրկին ինձ դժվար է այս նախադասությունը կարդալ, բայց հետո ինքը շարունակում է, հետո կրկին նոր գրառում է անում Facebook-ում, իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասի քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց ուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, գրում է Նիկոլ Փաշինյանը։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի ուզում։ Հետո նա գրում է, որ իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Ահա այսպիսի գրառումներ արել Նիկոլ Փաշինյան։ Եվ այս գրառումները շատ բանի մասին են խոսում, բազմաթիվ հարցեր են բարձրաձայնում, կրկին նշեմ մեկ խնդիր, այն որ մեր եկեղեցին լուրջ առողջացման կարիք ունի, մեր հարազատ եկեղեցին, որը որ իրոք չափից կարևոր նշանակություն ունի մեր ազգի պետության ժողովրդի համար, մեր հոգևոր նաև առողջության համար, բայց մենք տեսնում ենք, որ արդեն Նիկոլ Փաշինյանն էլ շատ հեշտ է ափերից դուրս գալիս, ինչը շատ վատ նշան է եւ այդպիսի գրառումներ է անում։ Բայց գոնե այս գրառումները օգնեն առողջացնել մեր եկեղեցին, այլ ոչ թե նոր դիմակայության պատճառ դառնա։ Բոլորը գիտեն, հայ հասարակությունը լավ տեղեկացված է այն մասին, որ իրոք շատ կան այնպիսի հոգևորականներ, որոնք որ ուղիղ ասենք սրբապիծ են, ունեն բազմաթիվ կանայք, ծառայում են, ինչպես ասեցի, մամոնային, շատ են սիրում փող եւ իշխանություն, շատ են սիրում մարդկանց քննադատել, նախանձել, անիծել, ատել, չարատարածել, բամբասել, եւ դա ճիշտ հակառակն է, ինչ քարոզում էր Հիսուս Քրիստոսը։ Ես մեկ-մեկ հիշում եմ Դաստայևսկու Կարամազով եղբայրների ստեղծագործությունը, որտեղ որ Քրիստոսը երկրորդ անգամ էր աշխարհ գալիս, ինկվիզիցիայի ժամանակ էր եւ նրան բռնում են, որպեսզի վառեն։ Բայց Քրիստոսը հարց է տալիս, ասում է, թե դուք գիտեք, չէ՞ որ ես Քրիստոսն եմ, ինչու ես եկա աշխարհ, դուք գիտեք։ Նրանք ասում են, հա, մենք գիտենք, որ դու Քրիստոսն ես, բայց մենք քո անվան ներքո այստեղ իշխանություն ունենք, այստեղ մենք փող ունենք, իշխանություն ունենք, ամեն ինչ ունենք, ինչ ցանկանանք։ Ինչու ես եկել Քրիստոս, որ այդ ամենը առնես մեր ձեռքից, դրա համար մենք քեզ այրելու ենք կրակի վրա, խարույկի վրա, մենք քեզ այրելու ենք։ Եվ սա հստակ ցույց է տալիս, թե ինչ աստիճան կարող է եկեղեցին եւ հոգեվորականները ընկնեն ցած եւ ինչ գործերով ընդհանրապես կարող են նրանք զբաղվել։ Ես իրոք ցանկանում եմ, որ մեր եկեղեցին առողջանա, մաքրվի եւ դառնա այն կարևոր տունը, որտեղ որ բոլոր մարդիկ կգտնեն իրենց հոգու համար հանգստություն, խրատներ, հոգևոր խրատներ, բայց ես տեսնում եմ, որ մեր հասարակության մեծ մասը շատ ավելի մաքուր կյանքով է ապրում, քան որոշ հոգևորականներ։ Ես դիտմամբ եմ կրկին նշում, հստակեցնում որոշ հոգևորականներ, որովհետև կան հոգևորականներ, մաքուր, ազնիվ, Աստծուն հավատարիմ, Աստվածավախ հոգևորականներ, որոնց նկատմամբ միայն ու միայն ես շատ խորը հարկանք ունեմ, դրա համար իմ խոսքս չի վերաբերվում նրանց, այլ իմ խոսքս վերաբերվում է նրանց, ովքեր որ զբաղվում են քաղաքականությամբ, ծառայում են մամոնային, փողին եւ կնամոլ են ու փորձում են միշտ խառնաշփոթ առաջացնել մեր հասարակության մեջ, շեղելով հասարակությունը, տանելով դեպի օտար ուժերը եւ այդ օտար ուժերից էլ միջայլոց նրանք միշտ քաղաքական պատվերներ են ստանում։ Շատ բարդ քննարկելու հարց է, շատ բարդ քննարկելու թեմա է, կրկին նշեմ, որ այս հարցին ես չէի ուզում անդրադառնալ, բայց եկեղեցին մերն է, մեր հայ առաքելական եկեղեցին է եւ մենք պետք է զբաղվենք, տառապենք նրա ցավերով եւ փորձենք ուժել եկեղեցու վերքերը։ Եվ այս հաղորդումը եւս պետք է նպաստի հենց դրան, որպեսզի մենք
կարողանանք օգնել բուրել մեր եկեղեցու վերքերը, որպեսզի եկեղեցու միջոցով մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ծառայելու Աստծուն եւ ծառայելու իր հայրենիքին ու ժողովրդին։ Եվ եկեղեցիները ճուլանների վերածվելու մասով էլ ասեմ, Վրաստանում չի մնացել որևէ եկեղեցի, որը որ անխնամ մնա, որը որ հլված լինի եւ վարած ուղղափառ եկեղեցին այն չվերակառուցի։ Գրեթե բոլոր եկեղեցիները կամ ասենք այսպես 98-99%-ով բոլոր եկեղեցիները վերակառուցված են եւ շատ բարձր կարգապահություն է հաստատված եկեղեցիների ներսում եւ հոգեվորականների մոտ նույնպես շատ բարձր կարգապահություն գոյություն ունի։ Մենք պետք է նաեւ լավը սովորենք մեր հարևան ժողովուրդներից նույնպես, չնայած որ մենք ունենք շատ բարձր մշակույթ, նաեւ հոգեվոր մշակույթ, որը որ մեզ ստիպում է, որպեսզի մենք վերադառնանք այդ սկզբունքներին եւ մաքրենք մեր եկեղեցին այն աղտից, մաքրենք եւ բուժենք այն աղտից, որը որ գոյություն ունի ցավոք սրտի այսօր։ Հիմա անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ։ Կատարի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները խնդրել են Թրամփին, որպեսզի Թրամփը պայմանավորվածությունների գնա Իրանի հետ եւ հարված չհասցնի Իրանին։ Սա շատ կարեւոր է, քանի որ այդ երկրները մտավախություն ունեն, որ իրենք եւս կներկայացվեն այդ պատերազմի մեջ եւ իրենք եւս հարված կստանան։ Մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է Թրամփի համար Կատարի եւ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը այս հարցում։ Սա շատ կարեւոր եւ հետաքրքիր տեղեկություն է մեզ համար։ Ուկրաինայի մասով կրկին խոսվում է այն մասին, որ Ստամբուլում տեղի կունենա երկրորդ փուլը բանակցությունների Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ ըստ Մարիա Զախարովայի Ռուսաստանի պատվիրակության կազմը չի փոխվելու, դրանից բացի շատ կարեւոր, այսա շատ կարեւոր է տեղեկություն ենք մենք ստանում, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մասնակցելու են այդ հանդիպումներին, հավանաբար նաև Ռուսաստանի, բնականաբար առանց Ռուսաստանի այդ հանդիպումը չի տեղի ունենա եւ ազգային անվտանգության խորհրդի կազմի ներկայացուցիչների մասնակցությունը շատ բանի մասին է խոսում։ Սա նշանակում է, որ կոնկրետ արդեն գործնական որոշումներ են կայացվելու, եւ նույնիսկ կասեմ ավելին կարող է բաժանումը գծվի թե որտեղ է ՆԱՏՕ-ն, որտեղ է Ռուսաստանի Դաշնությունը եւ ՆԱՏՕ-ն որտեղ է մնալու, առաջ գալու է, որքան է առաջ գալու կամ չի գալու ընդհանրապես։ Հիմա որպես իմ խոսքերի ապացույց ներկայացնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ Քիթ Քելոգի այդ գեներալի հայտարարությունը, որը որ Թրամփի հատուկ բանականացնում։ Քիթ Քելոգի խոսքերով Ռուսաստանը մտահոգված է ՆԱՏՕ-ի առաջ խաղացումով դեպի արևելք եւ դա շատ տրամաբանական է նրա խոսքերով եւ ինքը ասում է որ մենք ասում ենք որ լավ մենք կարող ենք ընդհանրապես կասեցնել ՆԱՏՕ-ի առաջ շարժվելը դեպի Ռուսաստանի սահմանները թե այսպես հասարակ լեզվով բացատրեմ ինչ է սա նշանակում հաստատի Քելոգը ասում է որ իրենք պատրաստ են հրաժարվել այն մտքից որ ՆԱՏՕ-ն առաջ է շարժվել, այսինքն Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը եւ այլ հետխորհրդային երկրներ ապագայում կմիանան ՆԱՏՕ-ին։ Սա շատ հետաքրքիր հայտարարություն է, ես ուղղակի հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ից ավել ուրիշ բան այստեղ չի քննարկվելու, ազդեցության գոտիների հարցը, որ հետխորհրդային միությունը հետխորհրդային միության երկրները պետք է լինեն Ռուսաստանի ազդեցության գոտի, այդ հարցը հույսով եմ չի քննարկվելու։ Եթե միայն ՆԱՏՕ-ի հարցն է, ելի որոշ չափով ընդունելի է դա մեզ համար։ Բայց այս հայտարարությունները եւ այդ երկրների ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությունը այդ բանակցությունների Ստամբուլում հստակ վկայում է այդ մասին, որ այդ ուղղությամբ կոնկրետ ռազմաքաղաքական ներկայության մասով քննարկումներ է լինելու, թե ով որտեղ է լինում, ով որտեղ է մնում, որպեսզի այս կոնֆլիկտը եւ կոնֆլիկտի հիմքերը կարողանան
հանգուցալուծվել։ Դա է իմ պատկերացումը։ Անցեք մնացած հարցերին, երեք կտրուկ լարվել է Պակիստանի եւ Աֆղանիստանի միջև իրավիճակը, մարտական գործողություններ են փաստացի տեղի ունեցել Աֆղանստանի եւ Պակիստանի միջև սահմանին, եւ նույնիսկ այդ փախման ընթացքում կիրառվել են հեռահար զենքեր, զինատեսակներ։ Այլ տեղեկություններ չունենք։ Հնդկաստանի եւ Պակիստանի մասով հետաքրքիր նոր տեղեկություններ ունենք։ Փաստացի Հնդկաստանին հաջողվել էր հարվածել այն ավիաբազային, որտեղ որ Պակիստանը պահում էր 42 ինքնաթիռ եւ բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր։ Այսինքն շատ լուրջ հարված է հասցրել այդ ռազմական գործողությունների ընթացքում Հնդկաստանը Պակիստանին, ովքեր որ ասում են, որ Հնդկաստանը պարտվել է ուղղակի ծիծաղ է առաջացնում, 2-3 ինքնաթիռ կորցրել է, շատ լուրջ կորուստ է դա Հնդկաստանի համար, բայց իր հրթիռների միջոցով կարողացել է այնպիսի հարվածներ հասցնել Պակիստանին, որ ուղղակի Պակիստանը կարելի ասել մրգտացել է։ Չնայած որ Չինաստանը շատ է օգնել Պակիստանին, այնուամենայնիվ ես համոզված եմ իմ խոսքերի մեջ, որ Հնդկաստանը առավելություն է ունեցել այս ռազմական գործողությունների ընթացքում, բայց ոչ այնպիսի առավելություն, որը որ ինքը ակնկալում էր ունենալ։ Դա էլ շատ կարևոր է նշել։ Եվ շատ կարևոր է նշել, որ մայիսի 31-ին Հնդկաստանը նոր շատ մեծ զորավարժություններ է անցկացնում Պակիստանի սահմանին Ջամմուում եւ Կաշմիրում, ինչպես նաեւ մնացած սահմանակից շրջաններում։ Սա ևս ուժի ցուցադրում է Պակիստանում։ Եվ վերջում խոսենք Համասի եւ Իսրայելի միջև հնարավոր զինադադարից 60 օրով այդ զինադադարը կարող է հաստատվել Ուիտկոֆի նախաձեռնությամբ այդ ամենը տեղի ունենում, չնայած հակասական հիմա տեղեկություններ են գալիս, թե Համասը ուզում է կամ չի ուզում խառն է հիմա իրավիճակը, բայց կա այդպիսի գաղափար, որ 60 օրյա հրադադար է հաստատվում եւ կրկին փոխանակություններ է տեղի ունենում, գերիների փոխանակություն, մարմինների փոխանակություն, տեսնենք թե ինչ տեղի կունենա նաեւ այդ մասով։ Չնայած որ մեզ համար հիմա շատ ավելի կարևոր է, թե ինչ է տեղի ունենալու Ուկրաինայի եւ Իրանի շուրջ։ Այս բայդարությամբ այսքանը սիրելի հայրենակիցների ճիշտ կրկին լայքերի համար բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, ցտեսություն կհանդիպենք։